տեսակ իրավական հիմնավորումները անգամ դատարանի ֆիքսացը բերեց նրան, որ ևս մեկ անգամ ապացուցեց, որ հերձը խլելու գործընթաց է և քաղաքական է ամբողջովին։ Ինչի համար եմ սա ասում, նախ դատարանը որոշում է գիշերվա իհարկե մեծ կապ ունի, այսպես շատ արագ, մոտավորապես 13 ժամ փոքր ընդմիջումներով ընկալելու խնդիր ունի, բնականաբար ապացույցները անհատական հետազոտելու խնդիր ունի եւ այլն, չցանկանալով թիրախավորել դատարանին, բայց քաղաքականը անմիջականորեն ապացուցվեց։ Անմիջականորեն մի քանի օրինակ ձեզ բերեմ, գործընկերս ինչպես նշեց, իրեն ժամանակվա խախտումները բերում վերագրում էին մեզ եւ ովքեր ուղիղ եթերը տեսել են, շատ ծիծաղելի վիճակում էին հայտնվում հանձնաժողովի ներկայացուցիչները, օրինակ բերել էին ապրիլ-մայիս ամսվա կատարած մեր ստուգողական աշխատանքները, օրինակ բյուջետային հիմնարկների հետ կապված։ Ներկայացրել մենք ասում ենք, բայց դա այսպես ասած նախկինների ժամանակ է եղել, ասում են, հա, բայց դա եղել է, ասում են, բայց դա գտել ենք, պատժել ենք, ասում կապ չունի եղել է։ Եվ այդ ամեն ինչը կամ ասենք այս պայելությամբ իմ ինֆորմացիայով ժամանակավոր կառավարիչի օրոք մոտավորապես 1500 ուշացած նոր միացման գործ կա։ Դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Հանձնաժողովին ասում են, դուք տարի երկու անգամ մոնիտորինգ, մի 2-3 հատ էլ վարույթ, այսպես պալանադրած վիճակով, 2-3 հատ էլ վարույթ եք միշտ հարուցել, մոտավորապես 8 ամիս ժամանակավոր կառավարիչն է, մոնիտորինգ արել եք ոչ, վարույթ հարուցել եք ոչ։ Հիմա որոշել ենք մտնենք մոնիտորինգի, այսինքն այդ քարտ բլանշը, որ տրվել է ժամանակավոր կառավարչին, ընդհանրապես փորձել վախեցնել կամ ճնշել Սամվել Կարապետյանը եւ երկրորդը որպես ընտրական ռեսուրս օգտագործել։ Հիմա հասարակ օրինակ նույն մարդիկ մի քանի անգամ շեշտել եմ կհիշեք, նույն մարդիկ մեր ժամանակ տալիս են հաշվետվություն անջատումների վերաբերյալ, նույն երկու անձը։ Հետո կառավարչի օրոք նույն երկու անձը փոխում են իրենց տված հաշվետվությունը եւ տալիս են նույն ժամանակահատվածի համար նոր հաշվետվություն, ըստ որի մենք խաբել ենք հանձնաժողովին, այսպես ասած։ Եվ այդ նույն երկու անձը այսօր աշխատում են հետ։ Հետևությունները թողնում են մեզ դիտողներին եւ ձեզ։ Հիմա 70 եւ ավելի միլիարդ շահույթ ունենալու դեպքում մարդը չի վերացրել իր շահույթը։ Ես ձեզ պատճառներ կարող եմ ասել, որովհետեւ այդ շահույթը չվերցնելը ենթադրել է շահույթը օգտագործել ներդրումների նպատակով։ Հիմա երբ որ մարդ այսպես $1 միլիոն որ աշխատում 172 միլիոն դոլար շահույթ ունեցող մարդը տվել է ամենաշատը 50 միլիոն երաշիկ եւ ասում են ինչի է տվել։ Եթե չի ավարտվել, այսպես ասած, այդ գործողությունը։ Հիմա շատ կարևոր երկու հանգամանքի մասին եմ ուզում խոսել, որպեսզի մեր հայրենակիցները ուղիղ եւ ուշադիր լսեն եւ հասկանան, որ իրենց խաբել են, ինչպես միշտ ես ասում եմ։ Եթե հիշում եք, մի փոքրիկ շոու բեմադրվեց, փոքրիկ խմբակի ղեկավարի եւ ժամանակավոր կառավարչի մասնակցությամբ համար 1 մասնաշենքում զեկուցում էր հենց այդ կապված այդ թեմաները եւ այնտեղ այսպիսի արտահայտություն եղավ, կարող ենք բարերը չեմ կարող նշել, բայց միտքը հետևյալն էր, որ կարող ենք ենթադրել, որ այդ համակարգը ջնջվել է ինչ-որ բան թաքցնելու համար։ Այնտեղից պատասխան է հնչում, այո, կարող ենք։ Դատարանը ֆիքսեց, որ այդ համակարգը չի ջնջվել նախ առաջին հերթին, այսինքն չկա ապացույց, որ դա ջնջվել է, նախ դիտավորությունը բացառում է, երկրորդ չէր ուսումնասիրել ընդհանրապես արդյոք ջնջվել է կամ արդյոք վերականգնում է ենթակայել թե ոչ։ Դա մի սուտ, ուղղակի սուտ, բառից բուն իմաստով, թող դատի տան, թող հերքեն, չգիտեմ ինչ անեն։ Երկրորդ հանգամանքը հավելագրումների հետ կապված, երբ որ ճեպազրույցներից մեկի ժամանակ ասվեց մտել են 3 միլիոն մարդու գրպանը։ Դատարանն ասեց, որ սուտ է խոսում։ Դատարանը իր որոշումով ասեց, այդ հայտարարողի համապատասխան անձին ասեց, դուք սուտ եք խոսում։ Դա չի հիմնավորվում որևիցե ձևով։ Եվ երրորդ շատ կարևոր հանգամանքը, եթե հիշում եք, փոքրիկ խմբակի շատ ներկայացուցիչներ ուղիղ հայտարարում էին, որ դաժ օրինակներով չեք հիշեք, այն ժողովուրդ ջան, այն հոսանքը, որ դուք գումարը տանում վճարում եք հոսանքի համար,
այդտեղ նաև ներառված են այն վարկերը, որոնք վերցրել են, այդ տոկոսները, որոնք տրվել են եւ այլն եւ այլն։ Մի քանի անցկա չեմ ուզում իրենց անունները տալ, ուղղակի իրենք լավ գիտեն, դուք եք գիտեք ովքեր են այդպիսի բաներ հայտարարել, եւ մեկի եթերում, եւ ազգային ժողովում, եւ այլն եւ այլն։ Հիմա հարց. արդյոք այդ մարդիկ, երբ որ խոսում են տղամարդությունից, չէ՞ ասում են տղամարդ են, գրազեր են որոշում գալ, փոխել գրազի նյութը փոխել, բերել իրենց ուզածով ներկայացնել, բնականաբար պատասխանը ստացել են մեր գործընկերների կողմից։ Հիմա արդյոք պատրաստ են այդ տղամարդիկ, իմ խնդրանքը ձեզ ուղիղ հարց տալ, ձեր կողմից ընտրված, թղթի վրա անկախ, բայց փաստացի կախված, կախյալ հանձնաժողովի նախագահ ուղիղ հայտարարեց, որ այդ վարկերի տոկոսները չեն նետում սակագնի մեջ, այսինքն ինչքան ուզում է վարկ ունենա հեծը, տոկոսները սպասարկում է սեփականատերը իր միջոցներից։ Երկրորդը ֆիքսեց, որ 3 միլիոն մարդու գրպան չեն մտել, այսինքն չի ապացուցվել։ Երրորդը ֆիքսեց, որ ԲԵԱ համակարգը խափանվել է եւ ոչ չի կարող ասել դա չի վերականգնվել։ Ընդ որում խոսվում է մոտավորապես 70 միլիարդ, այսպես փոշիացնելու մասին, չէ՞, այդ համակարգը այդքան գումարադրվել, եւ եթե այդ համակարգը չի աշխատում, նշանակում է փոշիացվել է եւ այլն։ Հիմա արդյոք այդ մարդիկ պատրաստ են ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից, տղամարդավարի, չէ՞, որ տղամարդը սպառվում է, ենթադրվում է պետք է ներողություն խնդրել կարողանա։ Իմ խնդրանքը ձեզ լրագրողներ խնդրում եմ, ուղղակի հարցնեք, տղամարդավարի պատրաստ եք ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից։ Ձեր մեր մասն եթե խնդրի շատ նորմալ է։ Ինչ եք շարել դրանից։ Չընդհանուր ժողովուրդը կհասկանում, որ իրենք խաբել են կամ այսպես ներմասած չեն իմացել, իսկ պետական լուրջ պաշտոնյայի համար չիմանալը եւ հայտարարել եւս խնդիր։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ տղամարդու համար սխալվելու դեպքում ներողություն խնդրելը ճիշտ է։ Իսկ իրենց ներողություն խնդրելու մեր ժողովուրդը կհասկանա ինչ է կատարվում։ Քանի որ այդպիսի բան տեղի չունեցել։ Ընդհանուր առմամբ ես գնահատում եմ հետ հետ կապված իրավիճակը փոքրիկ խմբակի կողմից պարտված, կոնկրետ այս դեպքում իրենք պարտվել են, ու պարտվել են 100%-ով, որովհետև մենք բացի օրինակները բերելուց, բացի այսքան ժամանակ հիմնավորելուց, ապացուցելուց, բոլոր իրենց այսպես բերված թեմաները մշակերտների մեջ ջախջախելուց, կոտրելուց, նաև դատարանը ֆիքսեց ամեն ինչը եւ կարծում եմ բացի շահագրգռված մարդկանցից Հայաստանի Հանրապետություն չկա ևս մեկը, որը կասկածի սրա քաղաքական լինելու մեջ։ Հիմա պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։ Մի հատ